Ջրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում Ձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախսել հրկել և շանկությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի Ինչ-որ բան ես ուզում ասես։ Վարդան հիմա ժամանակը չի դրա մասին խոսելու, բայց ես քեզանից մի բան պիտի հարցնեմ։ Ասա Ատոմ ջան։ Խոսքը Իրայի մասին է։ Իրայի։ Չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաս։ Մի խոսքով ես անտարբեր չեմ նրա նկատմամբ։ Իսկ եթե ավելի կոնկրետ ես սիրում եմ իրան։ Դաժե չգիտեմ ինչ ասեմ։ Ճիշտ ասած չեմ էլ նկատել, որ դու անտարբեր չես Իրայի հանդեպ։ Ես Իրային սիրահարվել եմ, երբ առաջին անգամ տեսել եմ իրան։ Ուղղակի ես փորձում եմ այս ամենը թաքցնել թե քեզանից, թե նրանից։ Ինձ թվում էր, թե դու ճիշտ չես հասկանա, եթե ես քեզ ասել։ Ատոմ ջան, ես որպես հայր, որ ճանաչել եմ քո ծնողներին, Ատոմ ջան ու հիմա էլ քեզ եմ ճանաչում։ Շատ կուզենայի, որ դու իմ աղջկա կողքին լինեիր, բայց մյուս կողմից էլ, ինչքան էլ որ ես ցանկանամ, ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկի, որ իմ աղջկան ստիպեմ կամ համոզեմ։ Վարդան, Մինչև վերջ լսի Ատոմ ջան, ես երկար ժամանակ իմ աղջկա կողքին չեմ եղել, ու ինքը շատ դժվարություններ ա տեսել դու, նա լավ գիտես։ Ես իմ աղջկան հիմա մենակ երջանկություն եմ ցանկանում, իսկ թե ինքը ում կողքին իրան երջանիկ ու հաղթավոր կզգա, այդ իրա որոշելու հարցն է։ ես կարամ Իրային երջանիկ դարձնեմ։ Ես Ալենին իմ սեփական երեխու պես կսիրեմ ու կպաշտեմ։ Քո խոսքերն անկեղծ են ընջում, Ատոմ ջան։ Բայց այն ճանապարհը, որ դու ընտրել ես, տեղ չի թողնում ընտանիքի համար։ Դրա լավ օրինակը ես եմ։ Պես արդեն հասուն մարդ եմ դառել, նոր ուզում եմ նորմալ ընտանիք կազմել։ Հիմա ժամանակները մարդիկ փոխվել են, էլ առաջվա նման չի։ Ժամանակները փոխվել են, բայց մարդիկ նույնն են մնացել, փոխվել է մենակ շորերի գույնն ու ձևը։ Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց եթե իրան համաձայնվեց ու դուք փոխադարձ համաձայնության եկաք ու ամուսնացաք, դու պիտի ընտրություն կատարես կամ սիրած կինն ու ընտանիքը կամ գործը։ Դու պատրաստ ես հանուն մեկի զոհաբերել մյուսը։ Երբ որ այդ ժամանակը եկավ, ես իմ որոշումը կկայացնեմ։ Իսկ հիմա Վարդան ջան, ես ուզում եմ քեզանից թույլտվություն ստանամ հանդիպեմ Իրային։ Ես թույլ եմ տալիս Ատոմ ջան։ Բայց եթե դու զգաս, որ Իրան քո հանդեպ զգացմունք չունի, Ես հասկացա քեզ Վարդան։ Տենց ավելի հաշտար կլինի։ Բարև ձեզ։ բարև բալես, Բարև Իրա ջան։ Բարև ձեզ։ այստեղ ես գնում։ Հա, ապա ջան, խանութ եմ ուզում գնամ։ Թարցի պես են մուշոին հիվանդանոց ուղարկեցի, ոչինչ,
Հեսա զանգեմ տղեկից մեկը քեզ կտանի։ Չէ, պապ ջան, ես տաքսիով կգնամ, պրոբլեմ չի։ Տաքսի կանչելու կարիք չկա։ Ես քեզ կտանեմ, եթե դեմ չես։ Հետո կգամ, իրար հետ կգնանք հանդիպման։ Լավ ատում ջան, գնացեք։ Գնացինք Երա ջան։ Գնացինք, հաջող պապա ջան։ Գնա բալես։ Ատոմ շատ չուշացա։ Չէ, նորմալ է։ Մենք արդեն կարող ենք գնալ։ Իրա ջան, եթե չես շտապում, արի մի տեղ նստենք, մի հատ սուրճ խմենք, հետո կգնանք, լավ։ Կարելի է։ Մերսի։ Դուր այդ պայուսակները դի գնեմ մեքենայի մեջ գնանք։ Սպասի մի քիչ հիմա կգամ, հա։ Լավ։ Ես Ալենի համար է։ Մերսի Ատոմ ջան, ջանա։ Պես մի շատ կուրախան է։
Անայդ ջան, Վահեն հենց պարկեց, մի անգամից քնեց։ Թող քնի։ Նոնա ջան, դու կարող ես գնալ։ Շնորհակալ եմ, որ ես ամբողջ ժամանակ կողքիս էիր։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Թե կուզես երեկո անգամ քո մոտ մնամ։ Դրա կարիքը չկա։ Լավ, ես գնամ, հաջողություն։ Ցտեսություն եմ։ Հիմա ես ինչ եմ անելու առանց իմ Դավիթի։ Ոնց եմ ապրելու Արմեն։ Դավիթը կարծես այս աշխարհից չլիներ։ Լրիվ ուրիշ տեսակ մարդ էր։ Նրա նման շատ քիչ են մնացել։ Բայց ինչ արած։ Նա գնաց։ Բայց դու կենթանի ես ու դեռ շարունակելու ես ապրել, որ նրա բոլոր կիսատ թողած գործերը ավարտին հասցնես։ Ես չեմ ուզում ապրել Արմեն։ Հասկանում ես չեմ ուզում։ Ես ոնց պիտի ես դատարկություն անցնեմ։ Դու ստիպված ես դա անել, Անահիտ։ Որտեղ Վահեն քեզանից բացի ուրիշ ոչ մեկը չունի այս աշխարհում։ Անահիտ, դու պետք ես Վահեին։ Լոնդոն գնալուց առաջ նստել էր ես բազմոցին ու Վահեին գիրկներ առել։ Ես նրան ասում էի գնա կուշանաց ինքնաթիռից։ Բայց ինչ չէր լսում։ Վահեին ամուր գրկել էր ու համբուրում էր։ Կարծես վերջին անգամ էր տեսնում։ Ես դրսում երբ ճանապարհում էի այնքան թախից կար աչքերում։ Ասես չէր ուզում գնալ։ Անահիտ, դու պետք է քո մեջ ուժ գտնես։ Գիտեմ, դժվար է, բայց փորձի դա անել։ Անահիտ, ես քեզ միշտ իմ հարազատ քրոջ պես եմ ընդունել։ Ու տեն շարունակելու եմ անել։ Անահիտ, դու ու Վահեն ոչ մի բանի կարիք չեք ունենալու։ Ես խոստանում եմ քեզ։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Եթե դու կողքից չլիներ հիմա, խելագարվել էի։ Ես միշտ քո կողքին եմ, Անահիտ։ Իսկ հիմա եթե դեմ չես, մի քիչ պարկի հանգստացի։ Երկու օր աչք չես փակել։ Լավ, արի ես քեզ կօգնեմ։
Տիկո, ես չեմ հասկանում։ Այսքան ժամանակում այդ գառնիկին ոնց չեք կարող գտնել։ Այդ տղեն ասեղ չէր կորեր։ Գողջան սաղ քաղաքը տակն վրա ենք արել։ Չկա այդ տղեն։ Բացի մեզանից մերի ու վաղեկի կամատն էլ զբաղվում իրան մանգալով։ Այսօր առավոտ Ռաֆոյն եմ ուղարկել ռայոն։ Գառնիկի հոնոմոր մոտ։ Կարող է իրանք մի բանից տեղյակ լինեն։ Գառնիկին գտնելա պետք է անպայման Տիկո։ Այս սաղ սև հաշվապահությունից ինքն է կուրսի։ Եթե հանգարց այդ ինֆորմացիան միամիտ ընկավ ուրիշի ձեռը, հեշ լավ չի լինի Տիկո։ Տեղից, հետևներիցս ընկած են։ Գտնեն Գողջան։ Մենակ գլխի մի փորձանք վերած չլինի։ Նրանով ինչ ես ուզում ասես Տիկո։ Խմելու այդ սերուն էր գառնիկը Գողջան։ Մտածում կարող միտը գնացը խմեն գիլա զապոյի մեջ։ Այդ ձև չի Տիկո, ես մի քանի անգամ այդ տղուն արար եմ տվել, մի գրամ չի խմել։ Ու հետո երեխեքի արևով երթվել է, որ կյանքում չի խմելու։ Ուրեմն վիճակը շատ ավելի լուրջ է։ Ես չեմ ուզում մտածեմ, որ Երեմն ու Կամոն այդքան անուղեղ են, որ իրան սպառավալի համար գառնիկին նակազատ անեն։ Նրանք լավ գիտեն, որ գառնիկը մեր հրամաններն է կատարել։ Եթե հարց ունեն, մեր հետ պիտի լուծեն։ Այդ իմ ու քո հասկացողությամբ Գոքոր, բայց իրան կարող է լրիվ ուրիշ պլաներ ունեն այդ հաշվով։ Դրա համար գառնիկին գտնել է պետք, որ սա հարցերի պատասխանները իմանանք Տիկո։ Ու ես մի բան եմ մտածել Տիկո, այդ ես ու դու պիտի անենք, ովուն, մի չիմանա։ Այդ ինչ ես մտածել Գոքոր ջան, դա ասա իմանանք։ Մալխասի ժամանակն եկել է Տիկո։ Դրան պիտի շարքից անենք, հերիկու բոլ եղավ, հետի մեր արունը պղտորի։ Գոքոր, ես քեզ այն շատ եմ ուզում այդ շագալին վերացնեմ։ Բայց մենք պետք է ամեն ինչ անենք հովոյի որոշմամբ։ Ու արդեն հովում որոշել է դա ինչ պետք է անենք։ Ու ինչա որոշե Տիկո, որ վաղը բանկետում սաղի մոտ ասի, որ Մալխասն է ինձ բռնել տվել։ Ու ինչ ալնելու, կարես դու ինձ ասես։ Գողջան դրանից հետո Մալխասը երկու տարբերակ կունենա իր պատիվը փրկելու համար։ Կամ կռիսի նման քաղաքից կփախնի, կամ էլ տեղում ինքերան գլխից խփի։ Այդ երկու տարբերակներից ոչ մեկն էլ Մալխասը չի ընտրի Տիկո։ Նա մի հնար կգտնես դրությունից դուրս գալու։ Ու այսօր մեր ջուզողները շատ են։ Մալխասին պատերժ կանեն հանուն են բանի, որ մեր դիրքերը թուլացնեն։ Ու ինչ է ուզում դու Գողջան, որ մենք Մալխասին պարկասնենք առանց հովոյի դաբրուն ստանալու։ Հա Տիկո, եթե դու իմ հետ կանես, եթե չէ ես մենակ եմ անելու։ Գոքոր դու լավ գիտես, որ քո կամ հովոյի համար ես աշկերս պայ գյուլի բերանք կայնում։ Բայց ես հարցում շտապել եմ մեր գործին խանգարի։ Ամեն ինչ պետք է անենք ընենց, ոնց հովում կորոշի։ Պրոբլեմ չկա Տիկո, բայց իշի խոսքեր ես։ Մալխասը հնար գտնելու է կաշին փրկելու։ Ու մեզ երկրորդ շանսը չի տալու Տիկո։ Ասա Արու ջան։ Լավ հասկացա, մնացեկը տեսա դուս են գալի։ Գառնիկի մեքենան են գտել Սևանի ափին։ Բա գառնիկը։ Գառնիկը մեջը չի եղել։ Գնանք ամեն ինչ տեղում պարզենք։ Սպասի ակրվեմ գնանք Տիկո։
Մեր ինչքան պետք է ես մաչանկա խավանք։ Քո հետ դեմը խոսա։ Միգեն ես էլ սենց չեմ կարա։ Մեր հարաբերություններում ինչ-որ մի բան են չի։ Քո աննորմալ խանդի պատճառով ես նույնիսկ տանից վախենում եմ դուրս գամ։ Որ հարևանի տղան պատահաբար ինձ չբարևի ու դու նորից մտածես, որ ես բացի քեզնից ուրիշ տղայի հետ եմ հանդիպում։ Մերի դու իմն ես ու վերջ։ Ու ուրիշ մար դաժե իրավունք չունի քո վրա նայի։ Թե ես քեզ դուր ա գալի, որ հետևից հետ նայում են ու դիշովի կոմպլիմենտներ են անում։ Ինձ ոչ մեկ կոմպլիմենտ չի անում։ Այդ սաղ քո երևակայության արդյունքն է։ Ուզում ես ասես աննորմալ եմ, հա, ինձ բաներ եմ հնարում։ Վիգեն, ես արդեն հոգնել եմ այս ամեն ինչից։ Հոգնել ես քեզ նորմալ բայ։ Որ ես չջղայնանամ։ Հիմա ես ես կապտած աչքով ոնց եմ տուն գնալու։ Ծնողներիս ինչ եմ պատասխանելու։ Պատասխանես։ Ընկել եմ։ Վիգեն, արի բաժանվել։ Տենց երկուսիս էլ լավ կլինի, մենք չենք կարող ապրել։ Ինչ ասիր։ Հələ նորից կրկնի։ Վիգեն, չես տեսնում, որ մենք տարբեր մարդիկ ենք։ Մենք իրար չենք հասկանում։ Դելես ես քեզ ինչ եմ ասում Մերի։ Հիշում ես, որ խոստացարի մտ ամուսնանաս։ Լավ ես, չէ՞ հիշում Մերի։ Ուրեմն դու մտ կամուսնանաս։ Ես քո հետ զորով չեմ կարող ամուսնանալ։ Ո՞ւմ ես ուզում ամուսնանաս։ Ձեր հայտի տղեկից մեկի, թե կուրսի տղեկից մեկի հետ։ Այ Աստված ջան, ես կբժվում։ Իսկ ինչ ես ուզում ինձնից։ Հանգիստ թող ինձ։ Ես քեզ չեմ սիրում։ Չես սիրում, հա։ Իսկ ես քեզ սիրում եմ Մերի։ Ու դու իմը պատիլն ես, ուրիշ ոչ մեկին է։ Ու Աստված շանի մեր դու ինձ թողես։ Կսպանեմ, հորս էլ կսպանեմ։ Դու այդ բանը լավ գիտես, ես կանեմ դու։ Մենք 21-րդ դարում ենք ապրում ու դու չես կարող իմ կամքին հակառակ ինձ ստիպես, որ ես ամուսնանամ քո հետ։ Հա։ Ինձ հետարքիր է էլի, լիքը հետարքիր է։ Մեզով պետք է խանգարի։ Հերետ, հա, թե նախբերետ։ Լավ զզվարդ են ես ջրին նայելով է։ Քելետ մը քաղաք։ Չեմ ուզում։ Լավ է լացոկոտը թարգի է, արդեն ներողություն խնդրել եմ խփելուս համար։ Ինչ անենք, որ խնդրել ես, ամեն անգամ խնդրում ես։ Հետո նորից ծեծում ես, հետո նորից ես խնդրում։ Ամբողջ մարմինս կապտուկների մեջ է։ Ես ոչ քո ստրուկն եմ, ոչ էլ սեփականությունը։ Հենց է էլի Մերի, միշտ հարամ ես անում։ Եմ որ ընտանիքով սաղը տոկոցի տակ ճառում էիք։ Ով արես որ տունը ձեռերից չառնեն, այստեղ են։ Ընկել եք ոտերը, շնորհակալություն եք հայտնում։ Հəm էլ Վիգենը գազանա, չէ՞։ Գազան ես դու։ Գազան։ Նորմալ մարդը երբեք սիստեմաբար չի ծեծի մեկին ու մի փրթե սիրում է։ Դու ուրեմն քեզ խելոք պահի, որ եսը չծեծեմ Մերի։ Լավ, ես այդպես մի քիչ ավտոմոբիլ քնեմ, զաքշեր չեն քնա։ Որ լացոկոցը թարգես կգաս ավտոմոբիլ։ Արոք տակ գարնիկին։ Չէ, հոքոր ջան, սաղափում մեկ նայել եմ, հարց ու փորձ եմ արել։ Մարդ չի տեսել։ Հենա զանգել եմ քաղաք վադալազներ գան մեկ ջրի տակ նայել։ Ես դադար շիշը բեկացել զենիքի տակից։ Հեսի թոզը աշկներիս։ Տիկո, հնարավոր չի։ Սրանով ուզում են մեզի հասկացնեն, որ գարնիկը խմել է, հարպաս մտը ջուրը խեղտվել, անհնարին է, ես չեմ հավատում։ Ալո, մեքենան ո՞րց է գտե։ Մեր Սուրոյենց ընտանիքը այս վերևի կոտեջներում հանգստանում է։ Սուրոնա տեսել ավտոն ճանաչել է, հետո զանգել է ինձ։
Գոգ ջան, բա ինչ պետք է անենք։ Սպասենք վադալազներ են գալի քաղաքից, դու մեկ ջրի տակել նայեն համուզվենք։ Եթե չգտնեն, նոր կգնանք։ Բայց ես համոզված եմ, որ ոչ մի բան էլ չեն գտնելու տիկո։ Իսկ եթե գառնիկը սաղը մենք գտնենք իրան որտեղ ման կգանք։ Գոգ դու մնաս դե։ Ես ու Արենն մոտ տարածքը ման գանք։ Կարող եմ զացիպ կգտնենք։ Գնացեք տիկ ջան, մարդմուր որ տենակ հարցրեք, հնարավոր է մի բան տեսած ելնեն։ Փռացեք եստեղ եմ։ Ես ինչ անում որ ես սարջ։ Շնչի ածիշ ջան, շնչի։ Ապրես, մի հատ էլ միջակ կոքերից է ջուրը թափի, ապրես, ու էդ ոչ մի բան չի տող։ Դու մրցում ես, սպասու ես կեզի շոր բերեմ։ Ոնց ես հիմա, լավ ես, ես տենցա չհասկացա դու մտել էի լողանալու, շո, արդեն ամեն ինչ անցավ, չմտածես ամեն ինչ լավ է, ես ինչ աստ է կատարվում, գոյտ է մեն ընգեր ճան չես լսում, գոքո, ճանաչում ես ինձ, ապեր հա դու տիկոն մեր օբեկտը հասված է գոտում ապեր, գոպ գերասի տաղեն եմ, իմացեմ, սա աղջիկը կեզ ինչ է գալի, ընգերույս է ապ, եսա պի նշավ են, մե ընգերույթ խեղտվում էր, ես եմ պրգել, ոնց խեղտվում էր, ոնց են խեղտվում, արի տանեմ ծուս տան, Չէ գոքո ջան, պրոստը հարցրում խի է շորով մտը ջուրը, որ մի հատ է խեղտվի, Եթե դուք ձեր պրոբլեմներն դուք կպարզեք, Ես ինչ աստել է գոք ջան, ոչ մի բան տիկո հետո կասեմ, բարի օր տիկո ջան, բարի օր Վիգեն, ջուրը սառներ ընգերույթ մրսած կլնի, տար փեջերը միացրամ մեքենա հետո տաքանամ, մերսի գոքո ջան, չարժի, ես ինչ են ղեգո, տենց է գլուխ չանի տիկո, Է ջուրը մտե աղջի, հե, էդի չեր մտած է, Վիգեն, ես մրսում եմ, դու տեղնա կեզ, մրսի սարի կապտիկ, գոք պեչի, չայած վիկեր են կավա պրոստիրը չեն ասկցը, լավ էլ աղջի, լը վերկա չու տրագի ավտոն լը, ծեցերը տանը տավելը, լավա կոյտ ամեն ինչ, արես աղջիկան տալ, հունստի մեքենան շորբան պխիքով ակնի, կոյտ ամեն ինչ լավ կլինի, չմտածես, այրին աղջի, դուր ես էթը մե հլը հով, Վերեք դիտոյնը տանա,
Տիկո ջան, այ ախպեր ջան, ես ինչ մոմենտներ ես ուզում եք ընկերու վրիցը ստանեք։ Լսում ես այդ տավար, ինքել քո ընկերու ինչի։ Դոքր ջան, դուք սխալ եք ջոգ, այ ախպեր, էսի շարը այդ սավատնանեմ։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Հա խաստուց։ Ու այդ աղջիկը կողքես էլ քեզ չտենամ։ Եթե տեսա անձամբ ես քո վիզը կկտրեմ։ Տիկո ջան, ես ինչ մոմենտներ, այ ախպեր ջան։ Ես այդ աղջիկը սիրում եմ ընկեր, հետո պիտի պսակվեմ։ Դու լավ լսար քեզ ինչ ասես Գրիգոր Վիգեն։ Եթե ուզում ես ամեն ինչ սենց պրծնի, թող խելո գնաց դից։ Անունդ ինչ է։ Մերի։ Մերի ջան, չվախենաս, ես քեզ տուն կտանեմ։ Իսկ այդ Վիգենը ինչ է քեզ չի անհանգստացնի, ես խոստանում եմ։ Մերսի։ Եկից սպասի կգնանք, լավ։ Ալո, վատալազներ ինչ եղան։ Արդեն ճամփին է, Գրիգոր ջան։ Հեսա մինչև մի կես ժամ ստեք կրին։ Գոգ ջան ավելի ճիշտ կլինի, որ դու աղջկան քաղաք հասցնես։ Ես սովորուն նստի կմնանք։ Հա, Տիկո ջան։ Երբ վերջասիկ եկեք քաղաք տնանք ինչ ենք անում։ Դες գնացի։ Վիգենը հեսա վազել է հորում։ Վազը թող վազը։ Իրանը իր հորունը լիքը ասելու բաներ կա։ Ուրոդները լրիվ նագլը դնել է։ Վիգենի կլիշկեն գիտես, չէ՞ գիժը։ Լրիվ յանը տարած։ Հորունը կցել է ուրոդը։ Արուտես մաշնան ինչ կա սարը խմելու բեր խմենք։ Սա բերեմ դիճ։